Հայաստանից հեռացող Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին այսօր հրաժեշտի ասուլիսում խոսելով Թրամփի ուղու մասին շեշտեց. Թեհրանի համար դեռ կան անհասկանալի պահեր, ապա պարզաբանեց խոսքն այն մասին է, թե ինչ լիազորություններ է ունենալու ստեղծվելիք հայ-ամերիկյան ընկերությունը։ Անհասկանալի են ճանապարհի օպերատորի կողմից իրագործվող գործողությունները, դրանք մեզ համար անհասկանալի են, մանրամասները հստակ չեն։ Խոսքը այն քննարկումների մասին է, որի արդյունքում պետք է համատեղ ընկերություն ստեղծվի, որը միևնույն ժամանակ ներգրավելու է ներդրումներ։ Այս մասին որևէ մանրամասն հստակ չէ։ Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների ապաշրջափակման պայմանավորվածությունների մասին, Սոբհանին հիշեցրեց այն 5 սկզբունքները, որոնք ամրագրվել են համատեղ հայտարարության մեջ։ Դեսպանը մանրամասնեց այդ սկզբունքներն են ազգային ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը, սահմանների անխախտելիությունը և փոխադարձությունը։ Մեհդի Սոբհանին հատուկ շեշտադրեց փոխադարձության սկզբունքը, մանրամասնելով, որ եթե օրինակ Նախիջևանը Հայաստանի տարածքով կարող է կապ հաստատել Ադրբեջանի հետ, ապա փոխադարձաբար Հայաստանը երասխի և ջուլֆայի միջոցով պետք է կարողանա կապ հաստատել Իրանի հետ։ Եթե ադրբեջանի քաղաքացիները Հայաստանի տարածքով կարողանան հասնել Ադրբեջան, այդ նույն իրողությունը պետք է նաև Հայաստանի քաղաքացիների համար լինի, որ Հայաստանի քաղաքացին կարողանա Նախիջևանի միջոցով նաև Իրան գնա։ Բնականաբար, եթե բոլոր երկրները կարողանան օգտվել այդ տրանսպորտային հնարավորություններից, դա կբխի բոլորի շահերից։ Եթե դա բխի բոլորի շահերից, ոչ ոք դրան դեմ չի լինի։ Անդրադառնալով հնարավոր ռիսկերին, իրանցի դիվանագետն ընդգծեց, ռիսկը կլինի այն դեպքում, որ այդ նախագծի մի մասը իրագործվի, իսկ մյուս մասը ոչ։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագրում ամրագրվել է, որ Հայաստանն իր տարածքով անխոչնդոտ հաղորդակցություն է տրամադրում Ադրբեջանին Նախիջևանին միանալու համար, իսկ Հայաստանը ստանում է միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններ։ Քանի որ ծրագրի անունը խաղաղության խաչմերուկ է, եթե ճանապարհի մի հատվածը օգտագործվի, իսկ մյուս մասը ոչ, ռիսկերը այդ դեպքում կլինեն։ Բոլորը պետք է կարողանան այդ խաչմերուկից օգտվել և այդ ճանապարհներով իրենց երթևեկությունն ապահովված լինի։ Հեռացող դիվանագետն այսօր խոսեց նաև Հայաստանի և Իրանի միջև պաշտպանական ոլորտում զարգացող հարաբերությունների մասին։ Արձանագրեց 17 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ Հայաստան ժամանեց Իրանի պաշտպանության նախարարը։ Մեհդի Սոբհանին շեշտեց, թե Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանական ոլորտում որևէ այլ երկրի դեմ չէ, այն Հայաստանի պաշտպանական հնարավորությունները ամրապնդելու համար է։ Իդեպ հրաժեշտ տալով Հայաստանին, Իրանի դեսպանը նշեց, որ հեռանում է լավագույն հիշողություններով, ապա խոսքն ավարտեց 14-րդ դարի իրանցի բանաստեղծ Հաֆեզ Շիրազիի խոսքերով։ Ով Զեփյուր, եթե անցնես Արաքսի գետի ափով, համբուրիր նրա հողը և թարմացրու քո շունչը։